Ինչպես է Trip-Root ընկերությունը աշխատելու հողի վրա, ինչպես է ստանալու կամ ինչ է ստանալու այդ հողի հետ հարաբերվելու։ Այնինչ մինչև հիմա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված է մի ինստիտուտ, որը կոչվում է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունք, որը մինչև հիմա Հայաստանում տասնյակ անգամներով կիրառվել է, այսինքն ընդ որում տարբեր երկրներում տարբեր կերպ է կոչվում այս ինստիտուտը։ Երկրներ կան, որ իրանք լիզ են անվանում, այսինքն որ թարգմանաբար նշանակում է վարձակալություն։ Մեր երկրում այդ ինստիտուտը կոչվել է, այսինքն նախկինում այս ընթացքում կոչվել է կառուցապատման իրավունք։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ որոշակի իրավական ընթացակարգերով որոշակի ընկերություն ստանում է տարածք, այդ տարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով շահույթ ստանալու համար։ Եվ առանձնահատկությունը այն է նաև այս ինստիտուտի, որ կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Այս շատ կարևոր նրբություն է։ Բայց հողը միշտ է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Այսինքն ինչ որ մենք կառուցապատման իրավունքով տալիս ենք, այդ հողը եղել է, կա եւ միշտ ընթացքում դրանից առաջ, դրանից հետո շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ ինչպես արդեն ասացի, պետական որևէ մարմնի, որևէ գործունեության համար այդտեղ որևէ սահմանափակում չի իրականացվում Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Հիմա երկու տարբերակ կա, կառուցապատման իրավունքը նախատեսվում է ժամկետով։ Հիմա հաջորդ խնդիրը ժամկետի հարցն է, եւ հիմա քննարկվում է երկու սցենար, 99 տարվա սցենարը եւ 49 տարվա սցենարը։ Ինչի հետ է կապված ժամկետը կամ ժամկետների կարգավերումը ինչի հետ կարող է կապված լինել, որովհետեւ ինչպես կռահեցիք, այդտեղ ներդրումներ են արվելու եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ իր ներդրումները հետ է ստանալու շահույթի որոշակի մարժայով։ Եթե մենք օրինակ ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկ ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդքան ներդրած գումարը ետ ստանալ։